Ինչն է իմունիտետի պահապանը։ Հետազոտությունները պարզել են, որ բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ ապրում են կանոնավոր սեռական կյանքով, նրանց մոտ իմունոգլոբուլին I մակարդակը զգալիորեն բարձր է։ Իմունոգլոբուլին A-ն մեր իմունային համակարգի պաշտպանն ու պահապանն է։ Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ մարդը ապրում է կանոնավոր սեռական կյանքով, նրա իմունային համակարգը ակտիվ է, հետևաբար նա ավելի ուշ է հիվանդանում գրիպով կամ հարբուխով։ Հետևաբար, այստեղից պետք է անել կարևոր հետևություն, ինչպես եւ մնացած դեպքերում, ապրել կանոնավոր սեռական կյանքով։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Բարի քեզ գիշեր։ Երբեմն տղամարդու ապագա առողջության, ինչպես նաև հայր դառնալու կարողության հիմքերը դրվում են կյանքի առաջին իսկ ամիսներին, կախված լինելով մի մանրուքից, որի մասին շատ ծնողներ նույնիսկ չգիտեն։ Գիշերվա զրույցի այսօրվա հյուրը մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Ալբերտ Լալազարյանն է, որի հետ մենք կքննարկենք չափազանց կարևոր մի թեմա, եւ վստահ եմ, որ այս թեման շատ շատերի համար գուցեև կլինի բացահայտում, քանի որ այն անմիջապես լուսաբանում է այն հարցը, թե ինչպես հասարակ մի խնդիր ամորձիների չիջնելը կարող է ստվերել տղամարդու ողջ հետագա կյանքը, հատկապես նրա պտղաբերական ֆունկցիան։ Բարի քեզ գիշեր, պարոն Լալազարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Եթե փորձենք պարզ լեզվով բացատրենք, վերջի վերջո բժշկական տերմինաբանությամբ, եթե խոսում են, շատերը չեն հասկանում, ինչ է կրիպտորխիզմը, փորձենք պարզ լեզվով բացատրենք, ինչ է դա եւ որոնք են դրա պատճառները։ Կրիպտորխիզմը դա եթե փորձենք թարգմանենք հայերեն բառացիորեն գաղտնամորձություն է թարգմանվում, ավելի հաճախ օգտագործում է չիչածամորձի տերմինը։ Ամորձու նորմալ իջնելու ճանապարհին ամորձու կանգ առնելն է եւ կամ այդ ճանապարհից շեղվելն է, որը լինում է հղիության ընթացքում։ Կոնկրետ հաստատված պատճառ, մեկ պատճառ, որ ինքը բերում է այդ ամեն ինչին չկա, հայտնաբերված չի։ Նպաստող ֆակտորներն են հղիության ընթացքում տարած որոշ ինֆեկցիաներ, վիրուսային վարակներ, նաև շրջակա միջավայրի էկոլոգիական խնդիրներ, ինչպես օդի աղտոտվածություն, անորակսանունդ, ճառագայթում, ինչու՞ չէ եւ այլն։ Ոնց որ մնացած բոլոր զարգացման արատների համար կոնկրետ պատճառ հայտնաբերված չի։ Բավականին հաճախ հանդիպող խնդիր է մանկական ուրոլոգիայի մեջ ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներից մեկն է։ Հանդիպում է ժամանակին ծնված նորածին տղաների 1-ից մինչև 4%-ի մոտ եւ վաղաժամ ծնված տղա երեխաների 1.5-ից մինչև 45%-ի մոտ, նայած ինչքան շուտ է ծնվել բալիկը։ Այդ հաշվի առնելով գեստացիոն հասակի այդ դեֆիցիտի լրացումը մի տարին լրանալուց հետո բոլոր տղա երեխաների 1-ից 1.2%-ի մոտ լինում է գաղտնամորձություն կոչվածը կամ չիչածամորձի։ Խնդիրը կայանում է ինչում, որ ամորձիները իրանք սահմանադրվում են գոտկային շրջաններում եւ հղիության 5-րդ ամսից սկսած աստիճանաբար սկսում են իջնել դեպի փոշտ եւ իջնում են փոշտի խոռոչ 7-րդ ամսի վերջին, 8-րդ ամսվա ընթացքում։ Ու այդ ճանապարհին ինչ որ խոչընդոտի դեպքում թվարկածս պատճառներից մեկի արկայության դեպքում այդ բնական իջնելու ճանապարհին ինչ որ միտեղ ամորձին կանգ է առնում կամ շեղվում է այդ ճանապարհից եւ գնում է ուրիշ ուղղությամբ։ Ըստ դրա տարբերում են իրական կրիպտորխիզմը կամ իրական չիչածամորձին եւ ամորձու էկտոպիան, երբ որ բնական ճանապարհից շեղվում է ամորձին։ Տարածվածությունը բավականին մեծ է։ Դիմելիությունը աստիճանաբար յուրախություն մեր բոլոր բժիշկների, աստիճանաբար դիմելիությունը ավելանում է, ավելի շուտ են սկսում բժշկի դիմել եւ
տեղամասային բժիշկների աշխատանքի հետևանքով եւ նաեւ այն բանի, որ ռադիոն թաղային ռադիոն նորմալ է աշխատում ու մեկը մյուսին հարց ու փորձ անելով աստիճանաբար գիտեն, որ պետք է շուտ դիմել բժշկի։ Նախկինում բավականին ուշացած դեպքեր էինք ունենում, ավելի հաճախ, ասենց ասեմ, ուշացած դեպքեր էինք ունենում, երբ որ դիմում էին բժշկի, ունեցել ենք դեպք, երբ որ դիմել են բժշկի կախնավորության հետ կապված 25 տարեկանում երկու կողմից ամորձիները աճուկային շրջանում լինելու դեպքում։ Քանի որ իրանց ինչ որ մեկը ասել էր, որ ոչինչ սպասեք իջնի, տենց էլ սպասել են չերի չէ, չէին իջել ամորձիները, 25 տարեկանում նոր վիրահատվեց։ Բարեբախտաբար վիրահատությունը անցավ նորմալ ու խնդիր չէր առաջացել մինչև այդ ամորձին պահպանվել։ Երկու ամորձին էլ պահպանվել է ու հետագայում նաև այդ տղամարդը երեխաներ ունեցել։ Պարոն Լալազարյան, շատ հաճախ մենք լսում ենք կարծիքներ, երբ ասում են սպասեք, ինքը կիջնի կամ ոչինչ համբերեք, անմասն չեն մնում նաև տարբեր տեսակի անհասկանալի խորհուրդները, վարժություններ անելու, թռվռալու եւ այլն, որպեսզի ամորձին իջնի։ Վերջիվերջո, երբ պետք է ծնողը անհանգստանա, որն է այն կարմիր գիծը, որը չի կարելի անցնել եւ պետք է շտապ դիմել մասնագետի օգնությանը, որպեսզի հետո խնդիրը չբարթանա։ Ելնելով էմբրիոլոգիական հետազոտության տվյալներից եւ հիստոլոգիական հետազոտության տվյալներից լավագույն արդյունքները հետագայում պտղաբերության առումով եւ ամորձու ատրոֆիայի զարգացման առումով լինում են, երբ որ վիրահատությունը արվում է ոչ ուշ, քան մի տարեկանը, կարելի է երբեմն հետաձգել մինչև 18 ամսական, այսինքն 1.5 տարեկան տարիքը։ Դրանից ավելի ուշ իրականացված վիրահատությունների դեպքում հետագայում եւ ֆերտիլությունը եւ պտղաբերությունը իջած են լինում։ Չխորանանք այնտեղ լեյդիկի բջիջների դիֆերենցիացիա եւ այլն, խնդիրը կայանում է նրանում, որ այն բջիջները, որոնք պետք է հետագայում նպաստեն, դառնան սերմնաբջիջներ եւ նպաստում են այդ սերմնաբջիջների նորմալ զարգացմանը, իրանց դիֆերենցիացիան պահանջում է մի քիչ ավելի ցածր ջերմաստիճան, քան մարմնի խոռոչում ներսում եղած ջերմաստիճանն է։ Դրա համար ամորձիները տեղակայված են մարմնից դուրս փոշտում, որտեղ ջերմաստիճանը 1.5-ից 3.5 աստիճանով ավելի ցածր է, քան որովայնի խոռոչում կամ մարմնի այլ տեղում գտնվելու դեպքում։ Եվ բարձր ջերմաստիճանի պայմաններում այդ դիֆերենցիացիան նորմալ չի գնում։ Դուժում է ֆունկցիա։ Այո, եւ հետագայում բավականին խնդիրներ առնում սերմի որակի հետ կապված տվյալ ամորձու ստեղծած սերմի։ Երբ դիմել բժշկի, առաջինը պետք է դիմել բժշկի, երբ տեսնում են, որ ամորձի չկա փոշտում։ Ինչքան շուտ, այնքան լավ, սկսած նորածնային տարիքից։ Այդտեղ երկու ֆակտոր կա, առաջինը պետք է դիֆերենցի բժիշկը իրական կրիպտորխիզմը եւ կեղծ կրիպտորխիզմը։ Իրականի ժամանակ ամորձին ինքը իր տեղում չի, փոշտի խոռոչում չի շոշափվում եւ շոշափելով ինչ որ միտեղ հայտնաբերելու դեպքում իջացնել փոշտի խոռոչ ու կայուն մնատեղ, դա հնարավոր չի։ Կեղծ կրիպտորխիզմի դեպքում ամորձին ինքը իջած է, փոշտի խոռոչ, ուղղակի ֆիքսացիա չունի, այսինքն ինքը գուբերնակուլումը, որ պետք է ֆիքսի փոշտի հատակին, բացակայում է։ Այդ դեպքերը դա նորմայի տարբերակ է համարվում, դա հիվանդություն չէ, բուժել կամ հետևել կամ հսկել կամ վիրահատել պետք չի։ Տղամարդկանց ամբողջ աշխարհում տղամարդկանց մոտ 30%-ը մեկ կամ երկու կողմից ունի չֆիքսված ամորձի։ Այսինքն ամորձին է դեպքում ամորձին ինքը, այո, բարձրանում իջնում է։ Կրեմաստեր մկան ունենք մենք տղամարդիկ, որը որ եթե հայերեն թարգմանենք կոչվում է ամորձին բարձրացնող մկան, իր նպատակը ֆունկցիան հենց դա է, ամորձին բարձրացնելը։ Դա պաշտպանական ռեֆլեքս է, ցանկացած ոչ
նպաստավոր իրավիճակում ամորձու համար կամ ընդհանուր օրգանիզմի համար կանը գծվում է ամորձին ձգում է վեր, երբ որ ինքը ֆիքսված է փոշտի խորոչում, ձգվում է վեր, բայց մնում է փոշտի մեջ։ Եվ մենք նաև հետազոտության ժամանակ, ծնման ժամանակ նաև այդ ռեֆլեքսը միշտ ստուգում է կրեմաստերի։ Այո, կրեմաստերի ռեֆլեքսը պետք է ստուգել։ Այդ նորմալ է, երբ որ ամորձին իջած է, բայց բարձրանում իջնում է, դա որևէ պաթոլոգիա չի։ Ուղղակի պետք է հիշել, որ միջազգային օրոլոգիական, մանկական օրոլոգիական ասոցիացիաները տալիս են, որ պրոգնոստիկ առումով եթե ամորձին փոշտում է, բարձրանում, իջնում է իր արտադրած սերմի հորմոնների եւ այլնի որակը ոչ մի ձև չի փոխվում, բայց պետք է իմանալ, որ դեպքերի 1/3-ում ինչ որ պատճառով այն ամորձին, որը որ ավելի փոքր տարիքում գնահատվել է որպես կեղծ կրիպտորխիզմ, հետո դառնում է իրական կրիպտորխիզմ, այսինքն ամորձին լինում է վերևում ու հետո էլ ինքնուրույն չի իջնում փոշտ։ Ինչ հետ է դա կապված, մի քիչ դժվար է պատկերացնել, երկու ֆակտոր կա, որ պետք է հաշվի առնել։ Առաջինը ավելի հաճախ հանդիպող տարբերակը, որ սկզբնական զննման ժամանակ ճիշտ չի գնահատվել, որովհետև երբ որ ամորձին ֆիքսված է ալնում փոշտի մուտքի շրջանում ու գոբերնակուլումը մի քիչ էլաստիկ ալնում կամ երկար ալնում, շոշափելով ամորձին հնարավոր է իջացնել փոշտ, բայց այդ դեպքում իջացնելուց հետո, երբ որ բաց ենք թողում ամորձին, ինքը զսպանակի նման միանգամից արագ բարձրանում է վերև, թռնում է վեր։ Դա նորմալ չի։ Նորման իջեցնելուց հետո, առաջինը ամորձին պետք է իջնի այնքան, որ իր վերին բևեռը լինի ցայլոսկրից մոտավորապես 3 սանտիմետր ներքև։ Դա նորաստանային տարիքի համար, մեծերի համար մի քիչ ավելի շատ։ Եթե այդքան իջնում է, դա նորմալ է եւ դրանից հետո բաց թողելուց պետք է ինքը, եթե կրեմաստեր ռեֆլեքս ենք առաջացնում կամ ցուրտ ասենյակը կամ ձեռքերն անհետազողի տողից, դրանից ելնելով էլ ինքը կարող բարձրանա վերև, բայց ոչ թե զսպանակի նման միանգամից թռնի վերև, այլ կամաց մեխանիկացման հաշվին բարձրանա վերև։ Եվ երկրորդ ֆակտորը, որ խոսում է, որ կարող է նպաստել դրան, որ կեղծ կրիպտորխիզմը հետո դառնա իրական կրիպտորխիզմ, այն է, որ ի սկզբանե սերմնալարի անոթները զարկերակները, երակները ելնում են կարճ, դա կոչվում է բնածին կարճ սերմնալար, ու երեխայի ակտիվ աճի շրջաններում, տղա երեխաների դեպքում դա ավելի շատ 4-5 տարեկանն է եւ դեռահասացման տարիքից հետո այդ սերմնալարի անոթների աճի արագությունը չի բավարարում, որ մարմնի աճի հետ համեմատած հետ է հանգնում ու կամաց ամորձին ձգում է մի քիչ ավելի վեր եւ ամորձին մնում է վերևում արդեն էլ չի իջնում փոշտի խորոչը։ Երբ դիմել բժշկի, երբ որ հայտնաբերվում է դա, երբ վիրահատել, աստիճանաբար այդ վիրահատության տարիքը կամաց ավելի փոքր տարիքին է մոտենում, երբ որ ես նոր ուսանող էի, մեզ սովորացնում են, որ պետք է վիրահատել 7 տարեկանից հետո իջացրին 5 տարեկանից հետո 2 տարեկանից հետո, հիմա ամբողջ աշխարհի մանկական օրոլոգիական կենտրոնները հիմնականում, զարգացած երկրների մասին ենք խոսում իհարկե, հիմնականում խորհուրդ են տալիս վիրահատել 6-ից 12 ամսեկանում, երբեմն ուղեկցող ծանր վիճակների, արատների, հիվանդությունների հետ կապված հետաձգել մինչև 18 ամսեկան։ Ամերիկայի որոշ առաջատար կլինիկաներ խորհուրդ են տալիս արդեն 3 ամսեկանից սկսած պլանավորել վիրահատությունը, ժամանակին ծնված նորածինների դեպքում 3 ամսեկանից սկսած։ Ինքնուրույն կիջնի թե չի իջնի այդ ամորձին հարցը հնչեց։ Հավանականությունը ինքնուրույն իջնելու ժամանակին ծնված տղա երեխաների դեպքում մոտավորապես 0.4% է։ Այսինքն հավանականությունը շատ մեծ չի, որ կարող է իջնի, բայց այդ 0.4%-ն էլ ինքը աշխատում է առաջին 3 ամիսների ընթացքում։ Եթե 3 ամսվա ընթացքում չի իջել, հետո սպասել որ ամորձին իջնի, անիմաստ է, էլ չի իջնելու։ Այդ դեպքում արդեն ծնողներին սկսում ենք բացատրել, որ ձեր երեխային սպասում է վիրահատություն, որ ցանկալի անել այս տարիքում լավագույն արդյունքներ ունենալու համար։
ու հիմա աստիճանաբար արդեն այդ նորացիներից սկսած ծնողները այնց բերում են կոնսուլտացիաների քննարկում են ինչ անեն, երբ բերեն, ինչ ոնց բերեն եւ այլն։ Այդտեղ իր դերն ունի նաեւ կարծում եմ ինտերնետը, որ ինֆորմացիայի հասանելիությունը հիմա շատ մեծ է, ու ցանկացած քիչ տեսած շատ գրագետ մարդ տեսնելով որ ամորձին տեղում չի կարող Google-ում կամ չգիտեմ ChatGPT-ին հարցնի ինչ անել եթե ամորձին տեղում չի ու պատասխանը միշտ ելնում է գնացեք բժշկի։ Մենք ունեցել ենք դեպք մեր պրակտիկայում, երբ ամուսնացել էր զույգը եւ նախդիմել էին մեզ սեռական հարաբերությունների խնդրով, որ չի ստացվում հարաբերությունները, բայց հետո նաեւ պարզվեց, որ իդեպ տղան 26 տարեկան էր։ Զնման ժամանակ պարզեցինք, որ ամորձիներ չկան։ Եվ երբևիցե չէր էլ մտածել դրա մասին երիտասարդը, որ պետք է ուշադիր լինի կամ մտածի ամորձիներ կան թե չկան, քանի որ նախանալիզից արդեն սերմի անալիզից արդեն բարձ դարձավ, որ վիճակը բավականին տխուր է։ Եվ այդ դեպքը շատ վառ տպավորվեց, որովհետև շատ հաճախ երբ մենք գործ ենք ունենում պացիենտների հետ, ովքեր բացարձակապես ուշադրություն չեն դարձնում, հատկապես նրան թե իրենց սեռական օրգանները նորմալ են զարգացել, թե ոչ, ամորձները տեղում են, թե ոչ, անդամի աճ է եւ այլն, միշտ հիշում եմ այդ դեպքը եւ միշտ իհարկե այցելուներին հորդորում եմ, որ իրենք նույնպես ուշադիր լինեն եւ հատկապես իրենց երեխաներին, որովհետեւ դա գալիս է կարծում եմ կհամաձայնեք մանկությունից։ Երեխային սովորեցնել իր մարմնին ուշադիր լինել, հետագայում որ մեծանա իմանա ինչին ուշադրություն դարձնի, այսինքն սա եւս սեռական դաստիարակության մի կարևոր ճյուղ է, որ պետք է փոքրուց երեխային սովորեցնել դեռահասին նույնպես, որ ուշադիր լինի թե իր սեռական օրգանները ինչպես են զարգանում, երբ մտահոգվի, չհասնի արդեն մեծ տարիքի ու նոր արդեն բախվեն նման խնդրի։ Իհարկե դա կարևոր է, բայց պետքա սկզբից ծնողները լինեն այդքան գիտակից, որ իրանք հասկանան, որ դա խնդիր է, որովհետև մենք նաև ունեցել ենք դեպք, երբ որ երեխան ամորձու հետ կապված խնդրով դիմել էր ծնողին, ասել էր սենց գանգատ ունեմ, ասել էր դե լավ ոչինչ կանցնի, ինչ ես բանը, ամեն ինչը բանի տեղ դնում եւ այլն, եւ հետո եկել էին հիվանդանոց 7-րդ օրը, հետո այդ ամորձին հեռացվեց։ Դրա համար բացի որպեսզի ծնողը սովորացնի երեխային, մինչև այդպես ծնողը իմանա դրա մասին, պետք է իմանա ինչա ճիշտ, ինչա նորմա եւ հետո նոր սկսի երեխային սովորացնել։ Դրա համար նման հաղորդումների տեղը նաեւ այդ գործում կա, որ ինչ որ մի ձև ինֆորմացիա ստանալ, որովհետեւ բժշկի գնալ ու բժշկից հարցնել ոչ բոլորն են պատրաստ հոգեբանորեն, իսկ Google-ին դիմել կամ ինչ-որ նման ինտերնետից փորձել ինֆորմացիա ստանալ, YouTube-ից փորձել ինֆորմացիա ստանալ, բոլորը պարապ ժամանակ դրանով զբաղվում են, որը իհարկե ոչ միշտ է, որ հավաստի։ Ոչ միշտ է, ոչ հավաստի տվյալներ են ստանում իհարկե, բայց ամեն դեպքում գոնե եթե քիչ թե շատ adekvat մարդը, գոնե եթե մի քանի տարբեր կարծիքներ է կարդում կամ լսում կամ նայում, հետո փորձում է իր հարցը ավելի մասնագետի մոտ ճշտել, իրականում որն է դրանցից ճիշտ, ինչ անել, ինչ չանել։ Կարծում եմ պետք է այս ուղղությամբ աշխատել, բայց աստիճանաբար տեղամասային մանկաբույժները ավելի լավ են այս առումով աշխատում, մենք զգում ենք տարբերությունը, որ դիմելիությունը ավելի փոքր տարիքում, սկսած նորածնային տարիքից ավելի շատ է։ Նախկինում շատ ավելի ուշ դեպքեր ենք ունենում, հիմա այդքան չէ։ Էլի ունենում ենք 17-18 տարեկանում են գալիս, երբ որ արդեն այդ ամորձուց ոչինչ չի մնացել, ֆունկցիոնալ առումով թեկուզ։ Ամորձին այլևս չի գործում։ Այո, բայց նման դեպքերը գնալով ավելի հազվադեպ են լինում։ Հիմնականում գալիս են փոքր տարիքում։ Պարոն Վալազարյան, եկեք խոսենք ուժման մասին,
որոնք են իհարկե դուք արդեն նշեցիք ձեր խոսքում, բայց որ դեպքերում որ տարբերակն է կիրառվում բուժման։ Բուժման ընդունված 3 տարբերակ կա ընդհանրապես։ Առաջինը իհարկե վիրահատական բուժումն է։ Երկրորդ տարբերակը դա խորենալ գոնադոտրոպինի կիրառությունն է եւ երրորդ տարբերակը գոնադոտրոպինի ռիլիզինգ ֆակտորների կիրառությունն է, սեռական հորմոնների ռիլիզինգ ֆակտորների կիրառությունն է, այո։ Նախկինում հորմոնալ բուժումը ավելի շատ էր կիրառվում մինչև մոտ 5 տարի առաջ ու շատ հաճախ մինչև վիրահատությունը, այսինքն նեոադյուվանտ թերապիայի տիպի, սկզբից արվում էր հորմոնալ բուժում, հետո եթե արդյունքները չէին բավարարում, նոր արվում էր վիրահատական բուժում, հիմնականում էնդոկրինոլոգներն էին դրանով զբաղվում, ոչ ուրոլոգները։ Հետո հետազոտություններ արվեցին տարբեր կենտրոններում, տարբեր տիպի, նորմալ կենտրոնների մասնախոսքը, Եվրոպայի, Ամերիկայի եւ այլն։ Հենց խորենալ գոնադոտրոպինի կիրառությունը հիմա խորհուրդ չի տրվում, ինչի որովհետև իր կիրառությամբ դեպքերի մոտավորապես 20%-ում որ ամորձին իջնում է իր տեղը եւ այդ իջածների մեջ 20%-ի մոտ նորից երբ որ էֆեկտը վերանում է ազդեցությունով, այսինքն այդ հորմոնները նմուծած դուրս է գալիս օրգանիզմից, մեկ ամսվա ընթացքում նորից ամորձին հետ է բարձրանում վերև։ Բայց եթե նույնիսկ ամորձին մնում է տեղում այդ հորմոնի կիրառության ազդեցությամբ, այնտեղ գնում է լեյդիկի բջիջների եւ գերմինատիվ բջիջների դեգեներատիվ փոփոխություններ, լեյդիկի բջիջների ապոպտոզներ, տարբեր տեսակի հիալոզ է գնում։ Այո, ու հետագայում դրա հետ կապված սերմի որակը շատ ցածր է լինում եւ ինհիբին B-ի մակարդակն է լինում շատ բարձր այդ հորմոնի այդ ամորձու կողմից արտադրված, որ էլի խոսում նրա մասին, որ սպասելիքները այդ ամորձու հետ կապված արդեն էլ չկա։ Աստիճանաբար այդ խորենալ գոնադոտրոպինի կիրառությունը դուրս է գալիս։ Մենակ կիրառում այն դեպքում, երբ որ ունենք հաստատված հիպոգոնադիզմ, այսինքն սեռական հորմոնների քանակությունը ցածր է եւ ունենք երկկողմանի կրիպտորտիվ, այսինքն երկու ամորձիներն էլ տեղում չեն վերևն են, կամ եթե վիրահատությունից հետո տեսնում ենք, որ ամորձիները չափերով փոքր են, այսինքն ադյուվանտ հորմոնալ թերապիա ենք ավելի շատ օգտագործում։ Հիմա ավելի շատ օգտագործվում է զարգացած կենտրոններում սեռական հորմոնների ռիլիզինգ ֆակտորների կիրառման մեթոդը, բայց նույնիսկ այդ դեպքում էլ կամ համեմատ իհարկե խորենալ գոնադոտրոպինի կիրառությանը կամ անդրոգենների կիրառությանը, որ էլի կիրառում է որոշ կենտրոններում, էֆեկտները մի քիչ ավելի լավ են, բայց միևնույնն է, իրանք համեմատելի չեն վիրահատական բուժման էֆեկտների հետ։ Ոչ մի հետազոտություն չկա որևիցե մի կենտրոնում, որևիցե մի երկրում, ոչ մի թվին, նույնիսկ կենտրոնի տարիներին, որ հորմոնալ թերապիան մի քիչ կոնե մոտենում է իր էֆեկտիվությունով վիրահատական բուժմանը։ Դրա համար ինչքանով անապատակարար սկսել բուժումը հորմոնալ թերապիայով կամ հորմոնալ թերապիա կիրառել բուժման պրոտոկոլների մեջ, այնքան էլ ճիշտ գաղափար չի համարվում հիմա ու շատ հազվադեպ է կիրառվում։ Հիմա հորմոնալ թերապիա չի կիրառվում։ Այսինքն հիմնական ուղղությունը մնում է վիրահատականը։ Հիմնական ուղղությունը վիրահատությունն է, կուզեի ասեի, որ վիրահատությունը իրանից շատ բարդ, ծանր վիրահատություն չի ներկայացնում։ Իհարկե շատ նուրբ վիրահատություն է մանավանդ փոքր տարիքում, որովհետև պետք է սերմնալարի վրա աշխատելուց շատ բարակ նուրբ անոթները պահպանել, չվնասել, բայց սովորաբար խնդիրներ չենք ունենում այդ վիրահատության հետ կապված։ Տևողությունը մի կողմի, եթե միակողմանի կրիպտորխիզմի վիրահատություն է եւ ամորձին տեղակայված է հաճուկային խողովակում կամ հաճուկային խողովակից դուրս էկտոպիայի տարբերակով, տևումը 20-25 րոպե մոտավորապես։ Անեստեզիայով քնացնել, զարթնացնելով կոպիտ ասած, մոտավորապես ժամ 15 րոպե։
Սովորաբար վիրահատությունից 5-6 ժամ հետո երեխեքը լինում են նույն ձևի, ոնց որ մինչև վիրահատությունը, այսինքն ուտում են, խմում են, քայլում են, շարժվում են եւ այլն, եւ հաջորդ օրը գնում են տուն, որը այդպես լուրջ խնդիրներ, բարդություններ կարելի ասել չեն ունենում։ Ծնողները իհարկե վախենում են, ուզում են, որ ավելի մեծ տարիքում վիրահատվի, բայց աստիճանաբար կարողանում ենք հասցնել մեկ-մեկ դժվար, բայց կարողանում ենք հասցնել ծնողների գիտակցությանը, որ ուշ վիրահատելով ոչ մի բան չի փոխվում դրական առումով, որ ոչ թե ասենք ուշ վիրահատեցինք ավելի լավ կլինի երեխան կամ ավելի հեշտ կտանի վիրահատությունը, տենց չի, եւ ուշ վիրահատելով կարանք խնդիրներ ունենանք ու այսինքն եթե լավ ուղղությամբ ոչ մի բան չի լինում, վատ ուղղությամբ ինչ որ բան առնում, ավելի լավ է շուտ վիրահատել։ Ու աստիճանաբար հիմա կարելի ասել 1-1.5 տարեկան վիրահատությունները երակշող մեծամասնություն են կազմում մեր վիրահատությունների մեջ կրիպտորխիզմի հետ կապված։ Անեսթեզիայի հետ կապված բարդություններ, չգիտեմ, ես չեմ հիշում ամեն դեպքում մեր կենտրոնում արված կամ ցանկացած կենտրոնում արված կրիպտորխիզմի վիրահատության ժամանակ, որ անեսթեզիայի հետ կապված բարդություններ ունեն։ Իհարկե բացառել ոչ մի բան հնարավոր չի բժշկության մեջ, բայց հավանականության հարց է, հավանականությունը ձգտում է 0-ի խնդիրներ առաջանալու այդ վիրահատության հետ կապված։ Խորհուրդ կտամ ծնողներին ու հարազատներին, եթե գիտեն, որ ինչ-որ մեկը իրանց հարազատների մեջ կա տենց խնդրով երեխա ունի, շուտ դիմել բժշկի եւ ստանալ մասնագիտական կոնսուլտացիա, խորհրդատվություն ու համապատասխան բուժում։ Դուք հնչեցրեցիք հարց մասաժներ, թռվռալ եւ այլն եւ այլն։ Դա ոչ մի բանի վրա չի ազդում։ Ժողովրդի մեջ է տարածված։ Այո, որևիցե մի կերպ հնարավոր չէ մասաժով ամորձին տեղը իջեցնել, բայց այդ նույն մասաժի ժամանակ այդ նույն չիջացամորձին կարա ոլորվի, սնուցումը խանգարվի ու երեխան մնա ընդհանրապես առանց ծվիկի։ Դրա համար ինչ որ անիմաստ գործողություններ անել մանավանդ վտանգավոր ոչ մի իմաստ չկա։ Վիրահատությունը ոսկե ստանդարտն է բուժման մեջ, էֆեկտիվությունը լավ է, բարդություններ սովորաբար չենք ունենում։ Միակ խնդիրը, եթե ամորձին որովայնի խոռոչում է տեղակայված ոչ թե աճուկային խաղողակի մեջ եւ շարժունությունը իր սահմանափակ է, այդ դեպքում մի էտապով ամորձի իջեցնել փոշտ հնարավոր չի լինում, պետք է լինում ներքին սերմնային անոթների վրա դնել կրիպներ, մոբիլիզացիա անել, հետո երկրորդ էտապով 6 ամսից մինչև 12 ամիս հետո երկրորդ էտապով իջացնել ամորձին, թողնելով որ կոլատերալ արյան շրջանառությունը զարգանա, ինչքան հնարավոր է։ Երկու էտապից հետո ամորձու ատրոֆիայի հավանականությունը մոտ 50% է։ Բայց եթե ինքը մնա որովայնի խոռոչում, դա դառնում է 100%։ Ոչ թե 50%, ամորձին շարքից դուրս է գալու։ Բացի դրանից մենք ունենք նաև ռիսկ ուռուցքային վերափոխման, որը որ նախկինում, չգիտես ինչի ավելի շատ ուրոլոգների մոտ ընդունված էր, որ կրիպտորխիզմի ժամանակ պարտադիր այդ ամորձին պետք է դառնա ուռուցք։ Իրականում տենց չի, կա տարբերություն իհարկե, բայց այդ տարբերությունը կրիպտորխիզմ ունեցած ու ժամանակին վիրահատված ժամանակինը մինչև 18 ամսեկանը երեխաների մոտ հետագայում ուռուցք ունենալու հավանականությունը տարբերվում է ոչ մի խնդիր չունեցած մարդու մոտ ուռուցք ունենալու հավանականությունից ընդամենը 2%-ով։ Այսինքն շատ մեծ չի տարբերությունը, եթե վիրահատությունը արված է ժամանակին։ Մի քիչ ավելի, ու եթե վիրահատությունը արվում է, հստակ չեմ հիշում 25 տարեկանից հետո կամ 18 տարեկանից հետո հետազոտությունը տենց էր, բայց հստակ չեմ հիշում թիվը, այդ հավանականությունը, տարբերությունը հավանականության դառնում է 50%։ Բայց ոչ թե 50 անգամ կամ 2 անգամ ավելանում է։ Այսինքն տարբերություն կա, բայց տարբերությունը շատ մեծ չի։ Բայց եթե մենք ամորձին թողնում ենք որովայնի խոռոչում ու ընդեղ առաջանում գոյացությունը, դա մենք իմանում ենք այն դեպքում, երբ որ արդեն բանը բանից անցել է։ Իսկ դրսում եղած դեպքում դա արդեն հասկանալի է, տեսանելի է, երևում է սկզբում հենց։ Պարոն Լալազարյան, ձեր պրակտիկայում բնականաբար երևի թե նկատած կլինի կրիպտորխիզմով տառապող երիտասարդները նշում են արդյոք գանգատներ կապված
սեռականի հետ, որովհետև եթե փաստորեն ամորձին տեղակայված չի իր տեղում, ժամանակի ընթացքում կորցնում է նաև իր հիմնական կարևոր առաքելությունը, թե պտղաբերական ֆունկցիայի առումով, թե նաև սեռական ֆունկցիայի առումով։ Արդյոք հնչում են նման գանգատներ։ Իրականում, քանի որ ես մանկական վիրաբույժ եւ մանկական նեյրոլոգ եմ, այդ հարցով մեզ շատ դիմողներ չեն ելնում սեռական ֆունկցիայի հետ կապված խնդիրների։ Ուղղակի տեսականորեն այն ինչ որ տալիս են ուրոլոգիական ասոցիացիաները, հետազոտության արդյունքները, միակողմանի կրիպտորխիզմների ժամանակ սեռական ֆունկցիան առանձնապես դուրս չի լինում ու չի տարբերվում էականապես առանց կրիպտորխիզմով տղամարդկանց սեռական ֆունկցիայից, երկկողմանի ժամանակ զգալիորեն տարբերվում է եւ բավականին իջածալ լինում։ Պետք է այստեղ ասեմ նաև մի բան էլ, որ չնայած կրիպտորխիզմի ժամանակ, միակողմանի կրիպտորխիզմի ժամանակ սերմի որակը լինում է, եթե ուշ վիրահատություն ալնում, սերմի որակը իջնում է, իհարկե լինում է ցածր, այսինքն ֆերտիլությունը լինում է ցածր, բայց պտղաբերության ինդեքսը, այսինքն երեխաների քանակը միջին ունեցած կրիպտորխիզմ ունեցած եւ վիրահատված մարդկանց եւ չունեցած ու չվիրահատված մարդկանց գրեթե նույնն է, միջինում 2 երեխա մի տղամարդու համար։ Շատ մեծ տարբերություն չկա։ Սակայն եթե կրիպտորխիզմի վիրահատությունը արվում է ավելի ուշ տարիքում, այդ ցուցանիշները զգալիորեն տարբերվում։ Ինչպես նշվեց, բարդությունները իհարկե շատ են եւ դրանցից մեկը սեռական համակարգի հետ կապված խնդիրներն են, որpիսի սեռական առողջությունը չտուժի, մեզ օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերության մեգապոտենցին լոնգ բուսական հավելումը։ Մեգապոտենցին լոնգը հարուստ է վիտամիններով եւ միկրոէլեմենտներով եւ դրանք առանձնացված են առանձին տուփերի մեջ։ Ընդունման տեսակետից նույնպես ընդունվում են առանձին։ Մեգապոտենցին լոնգը ունի նաև մի առանձնահատկություն, այն է, որ այն բուսական է եւ չի առաջացնում կախյալություն։ Սա հատկապես կարևոր է այն տղամարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով խուսափում են քիմիական սեռախթանիչներից։ Մեգապոտենցին լոնգը ցուցաբերում է իր արդյունավետությունը բուժման հենց սկզբնական ժամանակահատվածում, ինչով եւս նաև առանձնանում է։ Եվ վերջում, պարոն Լալազարյան, ձեր ուղերձը մասնագիտական բոլոր ծնողներին, հատկապես հայրիկներին, ինչ պետք է իրենք անեն, որպեսզի հետագայում խնդրի առաջ չկանգնեն եւ չտուժի վերարտադրողական ֆունկցիան երեխայի։ Բուն կրիպտորխիզմի հետ կապված ինչ պետք է անեն, ժամանակին դիմեն բժշկի կոնսուլտացիայի, ով անեն նենց ոնց որ ընդունված է ամբողջ աշխարհի առաջատար բժշկություն ունեցող երկրներում, ինչպես նաև Հայաստանում։ Ինչ վերաբերում է մնացած բոլոր հարցերին, հիշեն, որ ամորձին ի տարբերություն մնացած օրգանների ինքը սիրում է շատ շտապ դիմել բժշկի։ Ու ցանկացած մինիմալ գանգատը ամորձու հետ կապված ինքը պահանջում է շտապ միջամտություն։ Ու եթե դա ենթադրենք ամորձու ոլորտն է, հիվանդության սկզբից հաշված ունենք 5 մաքսիմում 6 ժամ ուղղելու, որից հետո վիրահատություն դառնում է ուղղակի ամորձին հեռացնող վիրահատություն։ Նաև մնացած բոլոր դեպքերում ամորձու հետ կապված ցանկացած գանգատ պահանջում է շտապ բժշկի կոնսուլտացիա։ Ոչ թե լույսը բացվի նոր, ինչ որ մեկը գործից կա նոր, հրդենանք ավտովոլտուց ենք ճարում, կա գանգատ, գնում ենք հիվանդանոցություն։ Հրատապ։ Այո։ Պարոն Լալազարյան, անչափ շնորհակալ եմ այս կարևոր թեման լուսաբանելու համար։ Թեման բավականին բարդ է, խնդրահարույց է, չլուսաբանված է եւ վստահ եմ մեր հաղորդումը դիտելուց հետո շատ ծնողներ ել ավելի ուշադիր կլինեն այդ հարցում։ Շնորհակալ եմ։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք հղում եք մեզ։ Շնորհակալություն ակտիվություն ցուցաբերելու եւ մեզ գրելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։
Այժմ հարցը։ Ուզում եմ իմանալ, արդյոք կա նորմա, թե որքան հաճախ պետք է կինը սեռական հարաբերություն ունենա, որպեսզի պահպանվի առողջությունը։ Ինչ ազդեցություն է ունենում երկար ժամանակ սեքս չունենալը կամ շակ հաճախ ունենալը։ Պետք է նշեմ, որ սեռական կյանքում նորմ ասվածը շատ հարաբերական է, հատկապես կնոջ սեռական առողջության պարագայում։ Ինչու՞, որովհետև նախ պետք է հաշվի առնենք տարիքը, որ տարիքի մասին է խոսքը։ Երկրորդը արդյոք կա զույգային գործոն թե ոչ, որովհետև կնոջ սեռական կյանքի հաճախականությունը որոշվում է բնականաբար զույգի գործոնով։ Եվ երրորդը հորմոնային հավասարակշռությունը։ Այս երեքը միասին ապահովում են կնոջ սեռական կյանքի հաճախականությունը նորմ ասվածը։ Մի կարևոր գործոն էլ կա, որը կոչվում է սեռական խառնվածք, որի համաձայն կինը, ինչպես նաև տղամարդը, կարող է ունենալ 3 տիպի սեռական խառնվածք՝ ուժեղ, միջին եւ թույլ։ Դա որոշվում է հատուկ սեքսոլոգիական չափագրումների միջոցով, որի արդյունքում մենք որոշում ենք, որ օրինակ տվյալ կինը ունի թույլ տիպի սեռական խառնվածք, եւ դրա բերումով նրա մոտ սեռական պահանջը այդքան էլ շատ չի եւ կարող է օրինակ պահանջը լինել համեմատաբար զուսպ, քան օրինակ այն կանանց մոտ, որոնց սեռական խառնվածքը չափումների համաձայն բավականին ավելի բարձր է եւ նրա պահանջը հետեւաբար ավելի բարձր է։ Մյուս գործոնը, որը պետք է հաշվի առնել, դա միջանձնային հարաբերություններն են։ Որքան ներդաշնակ են միջանձնային հարաբերությունները, այնքան իհարկե ցանկությունը ավելի շատ է մերձենալու։ Հետևաբար այստեղ պետք է նաև հաշվի առնել, թե որքան առողջ են զույգային հարաբերությունները։ Հորմոնային համակարգը անմիջապես արձագանքում է կնոջ ցանկացած ապրումներին։ Բանն այն է, որ կնոջ սեքսուալությունը շատ ավելի հոգեբանական է, քան տղամարդունը։ Տղամարդը իր տեսակով ավելի ֆիզիոլոգիական է։ Այսինքն, որքան շատ են գքվանքները, փաղաքշանքները, ուշադրությունը, այնքան կինը ավելի ու ավելի հակված է լինում, ավելի հաճախ ունենալ սեռական հարաբերություն։ Ինչպես հասկացաք, թվերով, հատկապես ճշգրիտ թվերով, դժվար է ասել կնոջ պարագայում, թե որքան հաճախ կամ ինչ թվերով պետք է արտացոլենք նրա սեռականությունը, բայց միջին թվերը պարզել են, որ հայ հասարակության պարագայում միջին թվաբանականով զույգի համար շաբաթվա կտրվածքով հարաբերությունների քանակը պետք է կամ ցանկալի է լինի 2-ից 3 անգամ։ Իհարկե պետք է ընդգծենք սա այն դեպքում, եթե բացառում ենք ցանկացած տեսակի օրգան համակարգերի հիվանդություններ։ Հետազոտությունները պարզել են, որ կանոնավոր սեռական կյանքը ունի մի շարք դրական ազդեցություններ։ Նախ իմունային համակարգը անմիջապես արձագանքում է։ Ռեգուլյար սեռական կյանքի ժամանակ տղամարդու եւ կնոջ իմունային համակարգը շատ ակտիվորեն սկսում է գործել, մարդը ավելի ուշուշ է հիվանդանում, ունի լավ դիմադրողականություն եւ դրա հետ մեկտեղ բնականաբար, եթե հիվանդանում է, շատ շուտ է լավանում։ Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ լավանում է տրամադրությունը, կինը դառնում է լավատես, իր սիրելիի նկատմամբ դառնում է ավելի ուշադիր, շողոմ մեղրահամ խոսքերը ավելի շռայլորեն է տածում սիրելիի նկատմամբ եւ ամենակարևորը չի նեղանում, չնչի մանրուքներից, իսկ եթե առիթ է լինում նեղանալու, շուտ մոռանում է դա։ Կանոնավոր սեռական հարաբերությունները ունեն նաև հակառուցքային ազդեցություն, սա պարզել են հետազոտությունները, որոնց համաձայն հաստատված է, որ այն կանայք, ովքեր ապրում են ռեգուլյար սեռական կյանքով, շատ հազվադեպ են ունենում կրծքագեղձի եւ ոչ միայն կրծքագեղձի քաղցկեղ։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Կնոջ սեռական առողջությունը գերազանց պահելու համար պետք է տղամարդը ունենա եւս ոչ պակաս գերազանց սեռական առողջություն։ Դրա համար սիրելի կանայք, ուշադիր եղեք ձեր ամուսինների նկատմամբ եւ եթե նկատում եք, որ որոշակի շեղումներ կան նրա սեռական ռիթմից, գրաֆիկից, անպայման հորդորեք, որ նա դիմի մասնագետի։ Տղամարդիկ կարող է նշեն պոտենցիայի խանգարում կամ եւ չնշեն, կինը ավելի շուտ է դա նկատում կամ վաղաժամ սերմնաժայթքում, որը շատ հաճախ անհանգստացնում է հատկապես կանանց, որովհետեւ որքան կարճ է տղամարդու սեռական հարաբերությունը, այնքան կինը ավելի դժվար է հասնում օրգազմի կամ չի հասնում։ Ամեն դեպքում, եթե նկատել եք, որ ձեր
սիրելիների մոտ նկատվում է սեռական խնդիր, համոզեք նրանց, որ դիմենք մասնագետի։ Խնդիրները հեշտ լուծելի են եւ տղամարդու սեռական առողջության վերականգնման հարցում առաջին հերթին իհարկե պետք է հայտնաբերել պատճառը, թե որն է հանգեցրել այս կամ այն սեռական խանգարման, այսինքն անցնել հետազոտություն, ունենալ վերջնական ախտորոշում եւ որից հետո իհարկե ստանալ բուժում։ Բուժումը լինում է որպես կանոն համակցված ինտեգրալային, այսինքն բուժման մեջ ընդգրկվում են ինչպես բուսական, այնպես էլ քիմիական բնույթի դեղամիջոցներ։ Անհրաժեշտության դեպքում նշանակվում է նաև ֆիզիոթերապիա, երբեմն նաև նշանակում ենք սեքս թերապիա։ Դրանք հատուկ վարժություններ են, որոնց արդյունքում կնոջ եւ տղամարդու սեռական հարաբերությունները ել ավելի են լավանում անկողնում։ Ինչ վերաբերվում է բուժմանը, ապա բուժման կուրսում կարող են ընդգրկվել արյան շրջանառությունը լավացնող դեղամիջոցներ, բուսական խթանիչներ, քիմիական խթանիչներ, հորմոնալ պրեպարատներ եւ այլն։ Տղամարդու սեռական առողջությունը կարգավորելու եւ խնդիրները լուծելու առումով օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ եւ Դապոքսեցին դեղամիջոցները։ Երկուսն էլ նախատեսված են սեռական խնդիրները լուծելու։ Տադաֆորտը նախատեսված է սեռական պոտենցիան բուժելու համար, իսկ Դապոքսեցինը վաղաժամ սերմնաժայթքումը բուժելու համար։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Ի տարբերություն նախորդ սերնդի ներկայացուցիչների, Տադաֆորտը ունի բարձր արդյունավետություն, շատ ավելի արագ է ազդում, ինչը նշում են պացիենտները բուժման հենց սկզբնական ժամանակահատվածում։ Առավելություններից մեկն այն է, որ Տադաֆորտը լավացնում է սեռական օրգանների արյան շրջանառությունը, դրանով իսկ շուտ կարգավորելով սեռական պոտենցիան։ Մյուս դեղամիջոցը Դապոքսեցինն է, որը նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Թե որ դոզավորումը կնշանակի բժիշկը կախված է խնդրի բարդությունից եւ նաեւ վաղեմությունից։ Պետք է նշել, որ երկու դեղամիջոցներն էլ ունեն կողմնակի ցուցումներ, որոնց մասին բուժող բժիշկը պարտավոր է տեղեկացնել պացիենտին։ Երկու դեղամիջոցների միաժամանակյա օգտագործման դեպքում բավականին կարճ ժամանակահատվածում հնարավոր է արագ վերականգնել տղամարդու սեռական առողջությունը։ Ավարտին մոտեցավ եւս մի գիշերային զրույց, որը կարծում եմ օգտակար էր։ Գտեք մեզ ATV-ի եթերում, իսկ համացանցում դա կարող եք անել ցանկացած պահի, բայց գտնելուց զատ մի մոռացեք տարածել մեր տեսանյութերը, թողնել մեկնաբանություններ, ինչը մեզ համար անչափ կարևոր է։ Մեկնաբանություններից զատ մի մոռացեք նաև լայքել դրանք։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։